Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ պարոն Արա Պապյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ միացել եք մեզ։ Շնորհակալ եմ։ Պարոն Պապյան, այսօր շաբաթը սեպտեմբերի 20-ն է, վաղը լինելու է 21-ը։ Հայաստանում այդ օրը նշվում է որպես անկախացման օր։ Եվ Հայաստանում դեռևս չեն դադարում խոսակցությունները, որ մենք ասում ենք, մենք անկախացանք, Հայաստանը 35 թե 36 տարեկան է, եւ չենք հիշում, մյուսներն էլ ասում են, մենք վերանկախացանք, վերանկախացման օր պետք է նշվի, քանի որ մենք 1991 թվականին չէ, որ Հայաստանը որպես պետություն ստեղծվել է։ Ձեր տեսակետը խորհուրդը սեպտեմբերի 21-ի հետ կապված։ Գիտեք, այստեղ միայն բառային ձևակերպման հարց չի, անկախություն թե վերանկախություն, որովհետև սա լուրջ իրավական հարց է, որից էլ ածանցվում են բազմաթիվ քաղաքական հետևություններ։ Մեր հարևանները Վրաստանը եւ Ադրբեջանը երկուսն էլ վերանկախացման օրեն հայտարարել իրենց հանրաքվեների օրը կամ անկախություն հռչակման օրը 91-ի մասին է խոսքը, բայց իրենց ազգային որպես տոնակատարություն նշում են մայիսի 26 եւ 28 օրերը, ինչպես մենք առաջին հանրապետություն է եղել։ Ասեմ ավելին, եթե մենք նայում ենք առաջին հանրապետությունների իրավական կարգավիճակը, 3 հանրապետություն, Հայաստանը ամենաճանաչված էր, որտեղ Հայաստանը միակն էր, որ դե յուրե ճանաչում ուներ, ստորագրելով Սևրի պայմանագիրը, որտեղ շատերը չեն կարողանում հասկանալ, որ Սևրի պայմանագրի ստորագրումը դա նաև Հայաստանի դե յուրե ճանաչում էր բոլոր ստորագրողների կողմից։ Իսկ նման միջազգային փաստաթուղթ, օրինակ ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չեն ստորագրել։ Հիմա այստեղից կա քաղաքական եւ անգամ ռազմական հետևություններ։ Օրինակ, Ադրբեջանի պարագային նա ինչ է ասում։ Ասում է, ես իրավահաջորդն եմ առաջին հանրապետության եւ դա միայն ասելով չի, ըստ էության այդպես է, դա ամրագրված է նաեւ իրենց անկախության այդ հռչակագրի մեջ, հենց այդ ձևել կոչվում է «Ավաստանավլենիե գосударственной независимости», ասենք վերականգնման մասին, ուրիշ բան, որ իրենք այնտեղ ոնց ասած համահանում են մեծ սահմաններով, անհասկանալի մեծ սահմաններ են առաջին հանրապետության համար գծում եւ իրենց այդ ժամանակի նկարտումները տարածքային իրենք համարում են հիմք եւ առ այսօր հիմա էլ իրենք խոսում են Զանգեզուրի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի առնվազն այդ 3 մարզերի մի զգալի մասը իրենց, այսինքն սա շատ կարեւոր է, որովհետեւ թե ինչն է հիմքը հանդիսանալու ի վերջո հակամարտության լուծմանը, դրանից էլ շատ բան է փոխվելու։ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ ինքը ուզում է սովետական Հայաստանը, այսպես ասած, հիմք ծառայեցնել, սովետական Հայաստանի սահմանները հիշենք, որ ձևավորվել է անօրինական քեմալա-բոլշևիկյան համաձայնությունների հետևանքով, դա հիմք ծառայեցնել հնարավոր չէ իրականություն դառնա, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր սահմանադրությունը, որտեղ այնտեղ կա հենց ուղղակի հղում անկախության հռչակագրին իրենց, որտեղ միանշանակորեն հավակնություններ կա Հայաստանի տարածքների նկատմամբ։ Հետևաբար Ադրբեջանի այն պահանջը, որ պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն, զուտ ելնելով անկախության հռչակագրի մեջ 1989 թվական դեկտեմբերի 1-ի այդ միավորման մասին որոշումից դա բավարար չէ։ Հետևաբար ինձ համար սեպտեմբեր 21 ունի մեծ խորհուրդ, դա վերանկախացման տոն է, այսինքն Հայաստանը օկուպացվել էր 1920-21 թվականներին, ինչ եմ ասում 2021, որտեղ ըստ այդ օկուպացումը 2 անգամ է տեղի ունեցել, մեկ 20 թվականի դեկտեմբերի, երկուսին մեկ արդեն երբ որ փետրվարյան ապստամբությունը եղավ ապրիլի 2-ին։ Դրա համար մենք ուզենք թե չուզենք ի վերջո անդրադառնալու ենք առաջին հանրապետության իրավահաջորդության հարցին, որտեղ Ադրբեջանը տանելու է եւ տանում է խնդրի լուծումը այդ ժամանակաշրջան։ Եթե մենք պատրաստ չեղանք, մենք էլի հերթական զիջումների պիտի գնանք։
Վերջին շրջանում Ադրբեջանը շատ ավելի բարձր է սկսել խոսել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, խորհրդային ժամանակահատվածի մասին է խոսքը եւ ամենակարևոր շեշտը, որն անդնում է, շեշտադրումը նրանում է, որ սովետական Ռուսաստանը Ադրբեջանից հողերը փոկել եւ նվիրել է Հայաստանին։ Այսինքն այն ինչ ամրագրված է այո սահմանադրության մեջ Ադրբեջանի, այն ինչ որ քաղաքականություն է վարում եւ այս նոր խոսույթը, չէ՞ որ Արցախն էլ նա մատուցեց աշխարհին, որ դուրս շպրտեց ռուսներին Արցախից եւ նա վերականգնեց իր ուրեմն տարածքային ամբողջականությունը եւ այժմ էլ նա ցույց է տալիս աշխարհին, որ Ռուսաստանի դեմ է պայքարում իր հողերը հետ բերելու, բայց իր հողեր կոչվածի տակ նկրտումներ են Հայաստանի տարածքի նկատմամբ։ Ինչ եք կարծում, այս քաղաքականությունը մենք մեր Հայաստանի իշխանությունները նկատում են թե ոչ, ինչ որ բան ձեռնարկում են թե ոչ, դուք վկայակոչեցիք Առաջին Հանրապետության սահմաններին եւ մեր իրավունքներին Առաջին Հանրապետության։ Ինչ որ բան մենք նկատում ենք, որ իշխանությունները ներողություն բառը կրկնվելու համար նկատում են թե Ադրբեջանը ինչ քաղաքականություն է սկսել վարել Ռուսաստանին օկուպանտ անվանելով։ Ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները ինչպես անցյալում, նույնպես եւ հիմա անտեսում են Ադրբեջանի շատ հայտարարություններ եւ քաղաքականություն, պատճառաբանում են, այլ շատ արդարանում են սեփական ժողովրդի արչեւ իրենց անգործությունը արդարացնելու համար, ասելով, որ գիտեք, դա ներքին լսարանի համար է, դա կարեւոր չի։ Երբ որ նույն Ադրբեջանը անդադ պնդում էր, որ իմ տարածքի 20% օկուպացվել է, ես ինքս բազմաթիվ անգամներ հարց եմ տվել, պնդել եմ, դուք էլ ժամանակ հարցրեք, իսկ որ փաստաթղթի համաձայն Արցախը եղել ձեր տարածքը, որ այն օկուպացվի կամ ոչ։ Երբ որ դուք լռելյան համաձայնում եք եւ աշխարհը ըստ էության չգիտի ավելին, քան մենք, եթե մենք չենք հակադարձում, աշխարհը լռություն ընդունում է որպես համաձայնության նշան եւ ստացվեց, որ այո, աշխարհը ընկալեց Արցախի օկուպացիան, հայաթափումը, բռնազավթումը որպես ինչպես ադրբեջանցիք է ասում, սեփական տարածքների ազատագրում, որովհետեւ տպավորությունն էր, որ ՍՍՀ վարչական սահմանները, չգիտես ինչու, միջպետականն էլ չեմ ասում, այդ վարչական սահմաններն էլ անօրինական ձևով են ստեղծված, թեև մենք հակադարձելու շատ հիմքեր միշտ ունեցել ենք, հիմա էլ չկա դա, հիմա էլ մոտավորապես այսպես է, կարևորը մենք ինչ-որ գործընթաց ենք վարում, այ օրինակ գնացինք, որ թուղթ ստորագրեցինք Վաշինգտոնում, հետևաբար այնտեղ մենք կարող ենք դրա հիման վրա սովետական սահմանների գոնե դա ապավենք, ճիշտ է, 240 կիլոմետր էլ զիջելով, բայց ինչ-որ մի բան մեզ կմնա, բայց գիտեք, Ադրբեջանի ոչ վարքը, ոչ քաղաքական գործունեությունը դրա մասին չի վկայում, որովհետև նախ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ հռչակագրեր, իսկ հռչակագիրը դա ոչ պարտադիր փաստաթուղթ է, դա հայտարարություն է, դա ինչ-որ կամքի կամ ցանկության դրսևորում, ինչ-որ քաղաքական կենաց։ Մարդիկ սեղանի շուրջ հավաքվել են, ինչ-որ լավ խոսքեր են ասել, գնացել են։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը ցույց է տվել, որ ինքը անգամ կատարման համար պարտադիր փաստաթուղթեր, ինչ ասում binding documents, անգամ դա է խախտել ստորագրել, մասնավորապես այդ Մինսկի գործընթացի բոլոր փաստաթղթերի մեջ ինքը պարտավորվում էր, որ ուժի կիրառմամբ խնդիր չի լուծվելու, բայց մենք տեսանք դա ոտնահարեց եւ կարողացավ հանգիստել Մարսել։ Հիմա իմ կարծիքով ինչա տեղի ունենում։ Ադրբեջանը ժամանակ է շահում։ Ինքը մեծապես զինվում է։ Դա միանշանակ է։ Շաբաթ չկա, որ մի ինչ-որ օդանավ նոր զենք չգա Ադրբեջան, հիմնականում հիմա Իսրայելից, հիմա 907-րդ բանաձևի վրա հերթական անգամ այդ արգելքը հանվել է, ես վստահ եմ իրենք նաև, իսկ Տրամպը բնականաբար փողի դիմաց ամեն ինչ կծախի, զենքի լավագույն տեսակներն է գնելու, այսինքն պատերազմը դառնում է անխուսափելի։ Գիտեք, հայտարարություններով չի որ խաղաղությունը։ Ես բացից ասեմ, կրկնեմ մի անգամ եւս, ռազմա քաղաքական հավասարակշռության վրա է խարսում խաղաղությունը։ Թշնամի առնվազն պիտի իմանա, որ հարձակումը իր վրա շատ թանկ է նստելու։ Այո, դու գուցե եւ դու թույլ
լես ոչ ոք չի ասում, որ մենք ունենք այդ հավասար հնարավորությունները, բայց դու կարող ես ստեղծել այնպիսի համակարգ, որ կործանիչ հարված հասցնի, այսինքն գայթակղությունը երբ է շատանում թշնամու մոտ, երբ որ թշնամին հասկանում է, որ ցածր, շատ քիչ կորուստներով կարող է հասնել իր նպատակներին։ Իսկ հիմա այս վերջի շրջանում ընդհանրապես առանց կորուստների Ադրբեջանը հասնում իր նպատակին։ Տեսեք, ինքը խնդիր է դնում ճակերտավոր մեր իշխանությունների առաջ, եւ այդ մեր իշխանությունները հանգիստ դա ընդունում են, թե մինչեւ այդ հայտարարում են, որ դա հնարավոր չի, չենք ընդունի եւ այլն։ Լիքը դեպքեր կարող են բերել, մասնարարպես հենց հիշեցինք Վաշինգտոնը, որտեղ կողմերը դիմեցին Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ, երբ որ նույն Հայաստանի իշխանություններն ասել էին, որ նման հայցով կդիմենք միայն այն դեպքում, երբ որ խաղաղության պայմանագիրը ուժի մեջ մտնի։ Հետևաբար Ադրբեջանի վարքագծից եւ հռետորաբանությունից պիտի հասկանալ նրա քաղաքականությունը եւ ոչ թե մեր ցանկություններից։ Մեզ թվում է, որ եթե մենք պատրաստ ենք զիջելու եւ պատրաստ ենք հավատարիմ մնալ մեր հանձնառություններին, դեմ Ադրբեջանն էլ այդպես։ Բնավ այդպես չէ։ Հիմա Ռուսաստանի պարագայում բնականաբար այստեղ ռուսական քաղաքականության սխալն է, որը բումերանգի օրենքով եկավ խփեց Ադրբեջանին։ Մենք այստեղ կներեք Ռուսաստանին։ Մենք այստեղ ինքներս բազմաթիվ անգամներ ասել ենք, որ Ղարաբաղը այն միակ շահագրգռող գործոնն էր, որը պահում էր Ադրբեջանին ռուսական ազդեցության ոլորտում։ Ռուսաստանը, եթե դեր չկանգնեց Ղարաբաղին, թեև աշխարհի երևի ամենահավատարիմ տարածքը Ռուսաստանին դա Ղարաբաղն էր, բառից բուն իմաստով դեր չկանգնեց դավաճանեց, հիմա Բալիևին էլ ինչին է պետք Ռուսաստանը, պետք չի, դրա համար էլ ինքը արդեն խաղում է մեկ այլ խաղ, այդ պանթյուրքիզմի եւ պանթուրանիզմի մեծ քարտը, որը տարբեր երկրների դեմ է ուղղված, այդ թվում է Ռուսաստանի։ Դուք ասացիք, այո, հիշեցրեցիք, որ շարունակում է վերազինվել եւ զինվել Ադրբեջանը եւ ասացիք պատերազմ կարող է սկսվել։ Այ իմ հարցս հետեւյալն է. Արդյոք կարելի ասել սկսվել, կսկսվի պատերազմ, թե կվերսկսվի։ Որ ժամանակահատվածից է Հայաստանը եւ Հայաստանը գտնվում պատերազմի մեջ։ Արդյոք այժմ մենք կարող ենք համարել, որ պատերազմը դադարել է եւ հետո կսկսվի նոր պատերազմ, թե պարզապես տաք կետը կվերսկսվի։ Իսկ հիմա եւս մենք գտնվում ենք պատերազմի մեջ, քանի որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը քայլ առ քայլ ձգտում է նոր կորուստներ պատճառել Հայաստանին, խոսքը չի գնում միայն թեժ այսպես ռմբակոծություններով, խոսքը գնում է նաեւ այն, ինչ տեղի ունենում մեր ներքին կյանքում, սահմանադրության հարցը վերցնենք եւ մնացած այլ հարցերը, որին մասին գուցե այժմ մենք թվարկենք եւ այժմ եւ այսպես պատերազմի մեջ ենք շարունակում գտնվել մենք եւ խոսքը գնում է վերսկսվելու մասին պատերազմի թեժ փուլը, թե պարզապես մենք հիմա իսկապես խաղաղություն ենք հաստատել, ինչպես Փաշինյանը եւ Ալիևը բոլորին այսպես իլուր բոլորի հայտարարում են, նրանք ազնիվ են, թե ոչ։ Դուք ճիշտ եք, խոսքը գնում է վերսկսման մասին, ուղղակի մենք վարժվել ենք, որպես ասած ավելի կարճ եւ արագ խոսել համար, պատերազմ սկսել, վերջանալ։ Պատերազմը անկախացումից ի վեր, այսինքն 91 թվականից, երբ որ Հայաստանն էլ Ադրբեջանն էլ այսինքն անկախացած, այդ ժամանակի վեր պատերազմը գնում է, դե ֆակտո գնում է։ Ինչու դրանց առաջ չեմ ասում, որովհետև միջազգային իրավունքի տեսանկյունից, եթե երկու միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին, մինչև 91 թվական, դա չի կարող համարվել պատերազմ, դա առավելական պատերազմական գործողություններ կամ ռազմական գործողություններ, դա ներքին ընթանում էր նույն պետության ներսում, ՍՍՍ ներսում էր գնում։ Բայց միանշանակ է 91-ից, այսինքն հետո պատերազմը շարունակվել է տարբեր ձևերով։ 94-ից ի վերջո զինադադար է կնքվել, չէ, ոչ թե խաղաղության պայմանագիր։ Ներողություն, դուք ելակետը վերցրեցիք 91 թվականը։ Ես ելակետը վերցրեցի 88 թվականը։ Ահա։ Այն ժամանակ, երբ որ օրինակի համար, չգիտեմ, հայերով բեռնված ավտոբուսը գնում էր Նախիջևան, ադրբեջանցի կանգնացնում էին ավտոբուսը ու հայերի ոսկե ատամները ակցիաներով քաշում անում էին։ Դա արդեն պատերազմ էր, բայց քանի որ դա ներքին
գործողություններ են, միջազգային պատերազմ չէր կարող համարվել։ Հիմա 91-ին, երբ որ անկախ գոնե հռչակեցին վերանկախացում Ադրբեջան, չգիտեմ, Հայաստան անկախությունը, արդեն դա ինքը պատերազմի դե ֆակտո վիճակ էր, թե պատերազմ չի հայտարարվել։ Եվ ինչքան էլ ուզում էր Հայաստանի իշխանությունները եւ դրա մասին բազմաթիվ անգամ ասել, ներկայացնել իբր Հայաստանը չի հանդիսացել պատերազմի կողմ, դա անհետ է, որտեղ սկսած ասենք զինադադարի ստորագրումից, որը եռակողմ էր, վերջացած պաշտոնապես հայ զինվորների Ադրբեջանի ըստ եթե իրանց տեսանկյունից նայենք, որտեղ եթե դու ինքնորոշումներ բերում խնդրի լուծման հիմք, ապա դու ընդունում ես, որ Արցախը Ադրբեջան է, որտեղ ինքնորոշվում ես անկախանալու համար, այսինքն ինքնորոշման իրավունքի հարցեր։ Այսինքն կարճ ասած լրջագույն քաղաքական դիվանագիտական սխալների պատճառով մենք պարտվեցինք, որտեղ դա հանգեցրեց ռազմական իրավիճակի փոփոխության։ Նայեք, ցանկացած երկիր ինչքան է ռազմականապես ուժեղ լինի, օրինակ վերցրեք Միացյալ Նահանգները, չէ, հզորագույն երկիր է։ Երբ որ զորք էր ուզում մտցնել Աֆղանստան, ինքը ամեն դեպքում դիվանագիտական աշխատանք տարավ եւ coalition of will կամքի կոալիցիան կերակցություն ստեղծեց, մի 19-20 երկիր հավաքեց իրար գլխի, ամեն մեկի օրինակ Հայաստանն էլ մի 3 տասնյակ մարդ ուղարկեց այնտեղ վարորդ բանեսկոմենկոմ, որպեսզի հիմնավորի դա հաստատ է 30 կամ 50 մարդի կարողը չուներ Միացյալ Նահանգները Հայաստանից կամ այլ երկրներից։ Ինչի է դա անում, որովհետև ի վերջո պատերազմը դա միջպետական երևույթ է, պատերազմը դա քաղաքականության, արտաքին քաղաքականության շարունակությունն է այլ ձևերով, զինված ձևերով։ Դրա համար դու պիտի հիմքեր ունես։ Հիմա Ադրբեջանը շատ վարպետորեն, այս հենց հիմա Ալիևը շատ վարպետորեն այս ամբողջը խաղարկում է, թե նայում եք նրա այս մեր տեսանկյունից անհեթեթ հավաքները Շուշիում կամ Ստեփանակերտում իրենք խանկենթի են ասում, անընդհատ մեզ մեղադրում են, անընդհատ, չգիտեմ, տարբեր հարցերով, դա հիմք է ստեղծվում հաջորդ պատերազմների համար։ Այդ ձեր հենց նշած, որ ինքը ասում է, սովետական Ռուսաստանը տվեց Զանգեզուրը հայերին, ի վերջո այդ հայտարարության հիմքում նա է, որ դա անօրինական է Հայաստանի կազմում եւ մենք իրավունք ունենք, այո, մեզանից խլել են եւ տվել են։ Այնտեղ Հայաստանը եւ մյուսները հարց չեն տալի, իսկ որովհետեւ դա ձերը լինի, պետք է լինի միջազգային փաստաթուղթ, որը ամրագրած լինի Ադրբեջանի տիտղոս այդ տարածքի վրա։ Պետք է լինի դելիմիտացիա, դեմարկացիա եւ ոչինչ չի եղել։ Բայց ես օրինակը հիշեցրեցի Արցախի զուգահեռը բերեցի, ճիշտ է։ Այո, բայց դա դառը զուգահեռ է, նշանակում է, որ վաղ երբ որ Ադրբեջանը սկսի պատերազմ գրավելու համար Սյունիքը, ինքը էլի ոչինչ ներկայացնի, որ ես օկուպացնում եմ։ Ինքը ներկայացնելու է, որ տեսեք, ես տարիներ առաջ դրա մասին խոսել եմ, զգուշացել եմ եւ հայկական կողմը չի առարկել։ Այդ մակարդակով ես եւ դուք կարող ենք խոսալ ասել, բայց երբ որ երկրի ղեկավարի մակարդակով նման հայտարարություն է արվում, այն պիտի հատադարձվի նույն մակարդակի վրա։ Այսինքն նույն բանը պիտի ասվի, հակառակ դեպքում ես այո կարող պնդի, նայեք, ես բավականին փորձ ունեմ դիվանագիտական շփումների եւ այլն, մեր պատկերացումները դիվանագիտության մասին սխալ են, դե դիվանագիտությունը հիմնական պաշտոնական հայտարարությունների հիման վրա է, եթե որևէ դիվանագետի ասեք, բա մենք այդքան խոսեցինք, բացատրեցինք, ասեցինք, որ օրինակ Սյունիքը հայկական ենք, ասի նման բան չի եղել, ես ունեմ նախագահ Ալիևի հայտարարությունը եւ չունեմ վարչապետ Փաշինյանի պատասխանը։ Մնացածը թե դուք լրագրողներդ, ՀԿ-ի ներկայացուցիչներդ, գիտնականները ինչ եք խոսել, դա այլ աշխարհ է, այլ ոլորտ է։ Իսկ պատահական չի այդ հայտարարությունները, որ իրանք անում են եւ հաճախ էլ անգամ մակում են տարածում, որպես տեսեք, իրենք տարածում են այսինչ ՀԿ-ի տեսակետ, իրանք շատ խորամանկ են վարվում։ Օրինակ ասում են Արևելյան Ադրբեջանի հասարակական կազմակերպությունը տարածել է այսինչ առիթով ինչ որ հայտարարություն եւ դա տարածում են։ Իրենց չես կարող մեղադրել, իրենք ասում են դա մեր տեսակետը չի, մենք չենք ասում, որ պետությունն է, հետեւաբար պետականորեն չունենք ինչ որ հավակնություններ, բայց միևնույն ժամանակ դա տարածում են եւ այդ այսօր շատ տարածված օտար բառով նարատիվը, այսինքն այդ պատումը, այդ պատկերացումը
նստում է մարդկանց, այդ թվում դիվանագետների, քաղաքական գործիչների գլխի մեջ, չպիտի կարծել, որ այդ բոլոր դիվանագետները կամ այդ որոշում կայացնողները բան ու գործ չունեն, ամբողջ օրը խորանում են, այս մանրամասների մեջ հիշենք, հայտնի երկրի ղեկավարը երրորդ անգամ Հայաստան Ալբանիա է կոչում, չէ՞։ Ինչի է դա անում, որտեվ իր համար ինչ-որ կորած մոլորված մի բան է, իր համար էս ամբողջը սիրուն խաղի մի մաս է, մեր համար ճակատագրական, սա ցուցանիշ է, թե ինչքան լուրջ կամ անլուրջ է վերաբերմունքը նման հարցերին, դե դրա համար էլ պիտի հակադարձվի ցանկացած մի բան, տեսեք, Ադրբեջանը անգամ ոչ թե հայկական կողմ, օրինակ Ռուսաստանը կամ երրորդ երկիր մի հայտարարություն է անում, մի բան է անում, անպայման Ադրբեջանը հակադարձում է, անպատասխան ոչինչ չի թողում եւ ճիշտ անում, որովհետեւ պատերազմը, այ որ դուք ասում եք զինված փուլ, պատերազմը դրսևորման տարբեր ձևեր ունի, այդ զինվածը պիտի ասել վերջի ծայրահեղ փուլն է, բայց երբ որ իրանք քանդում են մեր մշակութային արժեքները, եկեղեցիներ ու շարժաններ, անգամ սովետական շրջանի, այսինքն, բանը դա էլ պատերազմի ձև, այսինքն պայքարը եւ ոչնչացումը հիշողության, դա եւս պատերազմ է։ Դիվանագիտությունը այժմ կարծես թե շատ ակտիվ է աշխատում Հայաստանի դիվանագետները արտգործնախարարության այս կամ այն այցի մասին կամ ում են ընդունել, մի խոսքով եռուզեռ է, այսպես ասած, բայց եթե մենք այժմ չկարողանանք ապացուցել Փաշինյանի հույսը ամբողջ այդ Ալմատի հռչակագրի վրա է, ոնց որ հասկանում ենք, այդ սահմանների վրա է, ճիշտ է, հիշում ենք այդ թուղթը կամ չգիտեմ ինչ է փայտիկն է, թե ինչից է սարքած։ Այդ հռչակագիրը։ Ինքը կոչվում է դեկլարացիա։ Չէ, հռչակագիրը չէ, Հայաստանի այդ ուրվագծված այդ մակետը, ահա, որ ցույց է տալիս։ Դա ավելի պակաս, այսինքն կարևորություն ունեցող թուղթը, քան անգամ հռչակագիրը կամ Ալմատին, այո, հույսը դա է, որ եթե այն որ ասում են հոփ ասեցիր, ներողություն այսիմ սլենգի համար, այսինքն եթե մենք սահմանները այժմ ճանաչենք Ադրբեջանի, դա նշանակում է Ադրբեջանը կճանաչի այդ սահմանները եւ մենք հանգիստ կնստենք, իսկ Ադրբեջանը եւս գիտի, որ դու ճանաչել ես իր սահմանները եւ շարունակում է այս խոսույթը, որ այն էլ ավելի թեժացրած, որ ինձանից հող է պոկել Ռուսաստանը տվել Հայաստանին, այսինքն Ադրբեջանը շարունակում է իր գործողությունները, ճիշտ է, ինչի եւ ես սկսեցի դիվանագետներից, մենք Արցախում չկարողացանք հաստատել, երևի, ես դա իմ գնահատականն է, ներող եղեք, որ փաստաթուղթ չի եղել, որտեղ նշված լինի, որ Արցախը անվերապահորեն Ադրբեջանի տարածքի մեջ է, մաս է կազմում, ճիշտ է, դա մենք ունեինք ավտոնոմիա, հազարու մի հարցեր կային պատմական, որը ի վերջո մենք չկարողացանք հաստատել, Ադրբեջանը ամբողջ աշխարհին ներկայացրեց դա որպես իր տարածքային ամբողջականության վերականգնում։ Այժմ, եթե մեր դիվանագիտությունը ոչինչ չունի հակադարձելու, մենք ինչ զենքով ենք հանդես գալիս, եթե դուք եք համաձայն, որ մենք պատերազմի մեջ ենք, Ադրբեջանը շարունակում է գրոհել, մենք պաշտպանվում ենք նվազագույնը, եթե չենք հարձակվում։ Նախ ուզում եմ ասեմ, որ Ալմատայի հռչակագիրը, ինձ վերնագրից ասում, որ հռչակագիր է, դա չի հանդիսանում իրավական փաստաթուղթ սահմանների վերաբերյալ, սահմանի վերաբերյալ փաստաթուղթը անպայմանորեն ունի դելիմիտացիան դա սահմանի նկարագրությունն է բառերով, աշխարհագրական տերմիններով եւ այլ, երբ որ հստակ գրված է, որ սահմանը սկսում է այսինչ կետից, իջնում է այսինչ ենթադրենք բարձունքով, գագաթով, գետով եւ այլն։ Առանց դրա սահման չկա։ Քարտեզը հացանցյալ է, քարտեզը 8-րդական, անգամ 3-րդական չի, քարտեզը ոչինչ է։ Եվ քարտեզի եւ դելիմիտացիայի տարբերության դեպքում առաջնայինը դելիմիտացիան, այսինքն նկարագրությունը։ Քարտեզը հանդիսանում է որպես օժանդակ նյութ։ Ալմատայի դեկլարացիա դա անգամ դա չկա։ Անգամ գրած չի ՍՍՀ վարչական սահմանները դառնում են պետական։ Այստեղից հասկանալի չի ինչա բանը Փաշինյանը վերցրեց ՍՍՀ վարչական սահմաններով Հայաստանը ցույց տալիս։ Այնտեղ գրած է գոյություն ունեցող սահմանները։ Հիմա որոնք են գոյություն ունեցող սահմանները 91 թվականի դեկտեմբերին։ Շատ բարդ հարց է։ Որ դիմեք դատարան միջազգային, այնտեղ այդ հարցը բավական քննվելու է, որովհետև եթե վերցնում ենք ՍՍՀ վարչական, այսպես ասած բաժանարարգծենք, սահման չեն ընդհանրապես։
որտեվ սահման նշանակում է ինքնիշխանությունները տարանջատող գիծ ինքնիշխանություն չունեցե ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը։ Հիմա եկավ ինքնիշխանության մասին խոսակցությունը, էլի գալու ենք առաջին հանրապետություն։ Այս դրա համար Ալիևը այդ գիծը տանում, Ալիևը խելոք է տարբերություն սրանց, որտեվ ինքը վաղ գնալու է միջազգային դատարան, հենց նույն Ալմաթայի հռչակագրի վրա հենվելով բերելու է առաջին հանրապետությունը, իսկ մինչ այդ ինքը հսկայական աշխատանք է տանելու եւ ցույց է տալու, որ ես իր նկարտումները Զանգեզուրով, Վայոց իրենց մաս են եւ ասելու է նայա սահմանները։ Դա գոյ, այսինքն ինքը ասել է, որ Ալմաթայի հռչակագիրը հաստատել է առաջին հանրապետության սահմանները եւ դա հոգուտ ինձ է։ Հիմա խնդիրն է, մենք պատրաստվում ենք դրան, այդ Երուսաղեմը, որ ասում եք գնում գալիս են լավ են անում, այդ միշտ էլ եղել է, դա սովորական հիմնարկության աշխատանք է։ Մասելիքը սենց դա էր, որ Երուսաղեմը Հա, բայց դա արդյունքով պիտի գնահատվի։ Այսինքն ի վերջո երբ որ գյուղացին վարում է իր դաշտը, ոչ թե վարելու Երուսաղեմն է կարևոր, այլ բերք ինչ որ պիտի ստանա։ Հիմա այդ Երուսաղեմն անում, բան են անում, հա, հասկանալի է, գործուղման են գնում, գործուղման օրապայիկ են ստանում, բան են գալիս են խոսում են, բնական է, այդպես պիտի լինի, պիտի մասնակցես ինչ որ կոնֆերանսների, խոսած գաս եւ այլն։ Բայց խնդիրը արդյունքն է։ Հիմա արդյունքը մենք ինչ ենք տեսնում։ Այդ Երուսաղեմը 17 կետ էր մեր արչեւ դրի Ադրբեջանը, 17 կետից 17-ն էլ ընդունեցին, որ Ադրբեջանը դրա, թեև առնվազն մի 4-5-ի մասին ասում էին, որ բնավ ընդունելի չի։ Հիշենք նաև այդ վերջի երկու կետի մասն են խոսում։ Հետևաբար այդ Երուսաղեմի արդյունքը բացասական է եղել մեզ համար։ Բայց էլ եմ ասում, որոնք են, որ գոյություն ունեցող սահմաններ են 91 թվականի։ Այս հարցը կա։ Իմ տեսանկյունից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միակ փաստաթուղթը, որը ընդունել է օրինական լիազոր մարմին, որը ունեցել այդ իրավունքը անելու, դա ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովն է, որը ստեղծել է հատուկ մարմին, բանի այն էլ բարձրագույն մարմնի հրահանգով, խորհրդի հրահանգով, բրիտանական կայսրության, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիայի մասնակցությամբ, որը առաջարկել է եւ նախանշել է եւ քարտեզով էլ նշել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը։ Սա է, որը դեպքում ոչ միայն Լեռնային, այլ նաև Դաշտային Ղարաբաղը, Գարդմանքը, ամբողջ Հայաստանը։ Ուրիշ բան, որ դրա դելիմիտացիա այդ նկարագրական մասը դրան հələ չասա, որտեղ դա համարվում է երրորդական առաջնային Հայաստանի սահմանները դեռ Թուրքիա այդ ամեն պարագային առաջնորդվելով, տեսնելով Ալիևի այդ ձգտումը առաջին հանրապետության վրա խարսխել իր նկարտումները, մենք դրան գալու ենք։ Եվ հիմա տեսեք, իրենք հսկայական աշխատանք են տանում, նյութեր են հրապարակում, իրենց կրկնում եմ, նկարտումների քարտեզը ցույց տալու որպես օրինավոր սահմանների քարտեզ առաջին հանրապետության։ Իսկ Հայաստանը ոչինչ չի անում այդ առումով։ Այստեղ շատ կարևոր հանգամանք է հիշել, որ երբ որ 18 թվականի մայիսին նաև Ադրբեջանի հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, նա 6 ամիս անգամ հռչակած մայրաքաղաք չէր կարող մուտք գործել Բաքու։ Հիշենք 18 թվականի սեպտեմբերին թուրքական բանակի միջոցով է կարողացել մտնել սեպտեմբեր 15-ին, 3 օր էլ ջարդ են կազմակերպել մինչև 18-ը։ Ինչու՞, որովհետև 18 թվականին Բաքուն հայերի ձեռքում էր։ Որտեվ հայերն են ռեալ ուժը Բաքվում գտնվում եւ հայերը բրիտանացիների հետ միասին էսել չմոռանանք։ Բրիտանական բանակը կռվել է հայերի հետ միասին եւ հայերի ջարդը սկսեց այն ժամանակ, երբ որ բրիտանացիները արդեն մեծ կորուստներ տալով եւ երբ որ գիտեք բոլշևիկներն էլ փախան Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, հայերը չկարողացան այլևս դիմադրել։ Խնդիրը հետեւյալն է. մենք նույն ասելով իշխանությունը անտեսում է Ադրբեջանի քաղաքականությունը եւ անկախ նրանց քայլերից վարում է սեփական քաղաքականությունը։ Այդպես չպետք է լինի։ Այդ սեփականը դու պիտի իհարկե մտքեր գեներացնես, բայց անպայմանորեն պիտի արձագանքը տրվի, անպայմանորեն։ Ես մի օրինակ էլ բերեմ դրան, սա մի քիչ Թուրքիայի մասով է, տեսեք, հասարակ մի բան, սեպտեմբեր 10-ին ԿԼՉ եկավ Հայաստան, անցավ Մարգարայի կամուրջը, կնիքը դրվեց իր անձնագրի մեջ, այսպես ասած այդ դրոշմա կնիքը սեպտեմբեր 11-ին դրոշմա կնիքը փոխվեց, արդեն հանվեց Մասիսի ուրվանկարը այդ տեղից։ Պատահականություն էր, նիդումեյո, ինչպես ասում էր
մի կարգական վերլուծաբան։ Սա է հարցը, տեսեք, իրենք անգամ այդ մանրունքը, հայրն ասում են, իսկ ինչ կարևոր է կլինի մասից այդտեղ դիչլի։ Բա որ կարևոր չի, ինչա քլը չպնդում, որ դա հանվի։ Հիմա կարան ասեն, չէ, քլը նման բան չի պնդում։ Բայց ոնց եղավ, քլը 10-ին եկավ, 11-ին անեցիք։ Ու հիմա դուք ուզում եք եթե չի պնդում ինչու է։ Հա, եթե չի պնդում, առավել եւս ինչու եք հանել։ Բայց նման զուգադիպություններ ազվադեպ են, որտեղ բազմաթիվ նման զուգա։ Ասած թե իրանք անգամ այդ հարցերը անարձագանք չեն թողնում։ Բայց դա եւս պատերազմի բնականաբար օղակ է, ճիշտ է։ Ես ասացի պատերազմի դրսևորումները տարբեր Հանել ձևեր են եւ այդ խորհրդանիշների պատկերը եւս նվաճում է, պատերազմը, ճիշտ է։ Իհարկե խորհրդանիշների հակառակորդի կողմից։ Խորհրդանիշների պատերազմը ամենակարևոր պատերազմներից մեկն է, որովհետեւ այն որ ինչ ասենք օրինակ միջնադարում խաչի թե կիսալուսնի, չէ, այդ հարաբերությունը եւ այլն, դա խորհրդանիշ է ի վերջո, այդ ամբողջը, այդ նույն դրոշները, բան չեն տանում դրոշը դնում պարտված, ասենք թշնամու ինչ որ կարևորագույն շենքերից վրա, դա խորհրդանիշ է, չէ։ Հիմա նույն հաջողությամբ կազմում ասում են, դա ինչ է տալու, ասում են այդ մասին նկարը, բայց դեպքում ինչ է տալու Ռայխստագի վրա դրոշ կախելը, եւ այդ պարագային ամեն ինչ դառնում է անիմաստ, բայց դա խորը իմաստ ունի, այո, տալիս է, որովհետեւ դա ոնց որ ասած նշում է, ամրագրում է որոշակի իրավիճակ։ Շնորհակալ եմ գովազդ հայտարարենք եթերում, բայց գովազդից առաջ ես հարց ուղեմ ձեզ, որի մասին խոսելու ենք գովազդից հետո։ Խոսում ենք առաջին հանրապետությունների մասին, եւ Ադրբեջանի եւ Հայաստանի։ Չի կարող առաջին հանրապետությունը Ադրբեջանի լինել իրեն համար բարենպաստ եւ մեր առաջին հանրապետության սահմանները լինեն բարենպաստ։ Ուրեմն ինչ որ մի բան, կամ իրենք են կեղծում, կամ մենք չգիտենք, կամ մենք ենք կեղծում։ Եվ այսպես առաջին հանրապետությունների սահմանների հարցը, եթե դուք կարող եք այդ հարցից պատասխանել։ Սիրով։ Շնորհակալ կլինեմ։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերով ենք հեռարձակում այս հաղորդումը, կարող եք նաև մեր Patreon հարթակում դիտել այն։ Մնացեք մեզ հետ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ պարոն Արապապյանի հետ ենք զրուցում, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ։ Պարոն Պապյան, անպայման ուզում եմ ձեր կարծիքը եւ ձեր գիտելիքներով կիսվեք մեզ հետ։ Առաջին հանրապետություններ, Ադրբեջանի առաջին հանրապետությունը, որից նա կարճում է եւ նա իրավահաջորդ է իրեն հռչակել եւ համարում է, որ վերականգնված է իր պետականությունը, մոտավորապես 2 տարի, ոչ լրիվ 2 տարվա մասին է խոսքը, 18-ի մայիսի 28-ից մինչեւ 20 թվականի ապրիլի մեջտեղը, վերջը, հա, 20-ից հետո ամսաթիվը ճշգրիտ հիմա այս պահին չեմ հիշում, 18-ից 20 թվականը։ Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետությունը Հայաստանի եւս այդ ժամանակահատվածն է ընդգրկում 18 թվականի նույն մայիսը եւ 20 թվականի ամսվա վերջը արդեն ներողություն տարվա վերջը դեկտեմբեր մոտավորապես ոնց կարող է եւ Ադրբեջանը համարել որ իր համար շատ բարենպաստ 2 տարի է եղել որ նա այդ սահմաններն է ուզում վերականգնել եւ Հայաստանը թե Հայաստանը այժմ չի համարել իրեն իրավահաջորդ, որովհետև իսկապես Ադրբեջանը առավելություն է ունեցել այդ տարիներին եւ մենք լռում ենք եւ ասում ենք մենք 91-ից հետո վերականգնեցինք կամ ներողություն անկախացանք պարզապես ոչ թե վերականգնեցինք չենք հիշում մեր առաջին հանրապետության սահմանները Նախ ասեմ որ իրավահաջորդությունը դա հայտարարելով կամ համարելով չէ Այսինքն մենք մեզ համարում ենք արդյոք իրավահաջորդ թե չենք համարում եւ այլն։ Եթե այդպես լիներ, ապա ներկա իշխանությունները արդեն 14 միլիարդ դոլար արտաքին պարտք են ձևավորել, մենք կգանք իշխանության, մենք չենք համարի իրավահաջորդը մեզ այս իշխանության երկրի ու կասենք պարտք ու պահանջ չունենք, սկսում ենք զրոյից։ Այդպես չէ։ Ձևավորվող պետությունը կամ իշխանությունը նախորդ պետության իրավահաջորդն, այսինքն դա ինքը նույն տարածքի վրա է։
Իսկ պետություն ասար դա ինքնիշխանություն է։ Եվ քանի որ սովետական Հայաստանը եւ սովետական Ադրբեջանը չեն եղել միջազգային իրավունքի սուբյեկտներ, պետություն չեն եղել։ Դա միանշանակ է, այսինքն դրա մասին հարյուրավոր հետազոտական գրքեր, դա օկուպացիա է եղել։ Ինչքան էլ ասենք լավ օկուպացիա է եղել, ակադեմիայի շենք են սարքել, չգիտեմ, օպերայի շենք, դա կապ չունի, դա կարգավիճակի հետ կապ չունի։ Օկուպացիայի ժամանակ էլ կարա տնտեսությունը զարգանա, օրինակ Չեխոսլովակիայի տնտեսությունը ամենաբարձր աճ ունեցել է հիտլերյան օկուպացիայի ժամանակ, բայց դա չի փոխում, որ դա օկուպացիա։ Կարճ ասած, մենք այսպես թե այնպես իրավահաջորդ ենք, հայտարարենք թե չհայտարարենք։ Հիմա ինչպես է ստացվում, որ մենք համարում ենք, որ դա սահմանների տեսանկյունից մեզ համար նպաստավոր է եղել իրենց համար, որովհետև իրենք վերցնում են իրենց ցանկությունների նկարտումների այն քարտեզները, որոնք իրենք ներկայացրել են, իսկ բոլոր հանրապետությունները ինքնահռչակ պատվիրակություններ ունեին, ամեն մեկը ներկայացնում էր այդ բանը, բայց դա դեռ չի նշանակում, որ դու ներկայացրեցիր, դա ընդունեցինք։ Հիմա ինչպես երբ որ դուք դատարան եք դիմով ինչ որ ցանկություններ գրելով այդ թղթի մեջ, քանի դեռ դատական վճիռ չկա, որը հաստատում է ձեր, այսինքն այդ նկարտումները, ցանկությունները որպես օրինական, դա օրինական չի։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում, երբ որ կա տարաձայնություն երկու կողմերի միջև։ Բնականաբար կողմերը պիտի գնան իրավասու մարմնի մոտ, որը իրավասու է նայելու յուրաքանչյուր կողմի փաստաթղթերը եւ տալ եզրակացություն։ Միջազգային դատարան։ Այս դեպքում միջազգային դատարան, այսինքն միջազգային դատարան միջպետական դատարան։ Դա ՄԱԿ-ի արդարադատության դատարանն է, որի կանոնադրության 36-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ այդ մարմնին տրված է լիազորություն որոշելու ցանկացած միջպետական փաստաթղթի կարգավիճակը, այսինքն օրինական է, օրինական չի, վավերական, օրինակ Մոսկվայի պայմանագիրը քննարկի ասի, օրինակ կարա նման փաստաթուղթ լինի օրինական կամ, չգիտեմ, Սևրի պայմանագիրը, որ ասենք շատ են ասում են, վավերացված չի, օրինակ որ դա մար օրինական չի, ձեր որոշելիքը չի, դա համապատասխան մարմին կա, ինքը հանգիստ կարա որոշի, ես ասում եմ օրինական է, որտեղ դա գործել է, ոչ միայն օրինական, այլ այսօր ամբողջ միջին արևելք այդ փաստաթղթի մը։ Եվ մենք դրա համար ենք բազմաթիվ անգամներ առաջարկել, որ եթե քաղաքակիրթ խաղաղ լուծման մասին է խոսքը, եւ դրա մասին ես շատ տարբեր երկրներում եմ խոսել, տարբեր պաշտոնյաներ, իրանց համար դա շատ ընդունելի գաղափար է։ Կողմերը թող դիմեն ՄԱԿ-ի դատարան, միջազգային դատարան, ներկայացնեն իրենց հիմնավորումները, փաստաթղթերը, դատարանը որոշի, դատարանի որոշումը պարտադիր է ՄԱԿ-ի բոլոր անդամների համար, այդ թվում նաև կողմերի համար, հետո դա պարտադրվի, որովհետև եթե անգամ հայկական կողմ օրինակի համար պիտի, ես այն ժամանակ Արցախի մասին եմ ասում, Արցախը տա Ադրբեջանին, բայց գոնե ոնց որ ասած կիմանա, որ դա իրավական հիմքերով այդպես նելու եւ այն ժամանակ այդ ամբողջ կանոնը խաղաղ, բայց ես վստահ հիմա էլ եմ վստահ, որ ցանկացած դատարան միանշանակորեն գոնե դե յուրե կամրագրի, որ Արցախը, Սյունիքը, Նախիջևանը դա հայկական տարածքներ են։ Հիմա էլի այստեղ մյուս հարցը, որ շատերը տալիս են, դե լավ, հետո ինչ իրանք ասենք հնետիկ որոշեն, գալու են մեր համար կռվեն, չեն գալու, բայց եթե մենք նման որոշում ունենայինք 20 թվականի պատերազմի ժամանակ, հարցը այսպես չէր գնա, որտեղ այդ դեպքում կլիներ, որ օկուպանտը, ագրեսորը Ադրբեջանն է եւ բնականաբար, այսինքն Ադրբեջանին աջակցությունը կլներ ավելի քիչ, Հայաստանի աջակցությունը կլներ։ Էլ չեմ ասում, մենք դանով կկանխենք հարձակումը ներկայի սովետական Հայաստանի վրա, այսպես է, որ ամենակարևոր հարցերից մեկն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ այդ փաստաթուղթով որ ստորագրելով իբր խաղաղություն բերի, դա չի բերել։ Ավելի զորավոր փաստաթուղթ կլներ ՄԱԿ-ի դատարանի որոշումը, որտեղ եթե անգամ ՄԱԿ-ի դատարանը որոշեր օրինակի համար պայմանական ասած, որ հնարավոր չի, որ Նախիջևանը Հայաստանի մաս չի, բայց հաստատ որոշել էր, որ Սյունիքը Հայաստանի մաս է։ Գոնե ոնց որ ասած, դու Սյունիքն ես ուզում պաշտպանես, զորը գոնե դրա վերաբերալ կունենա այդ փաստաթուղթ, եւ ոչ թե կմնաս Ալիևի եւ Էրդողանի ու Պուտինի հույսին։ Այստեղ մնում է հարց ինչու չի արվում, տարբերակ, որովհետև վստահ չեն, որ իրենք կշահեն եւ վստահ չեն, որ իրենք իսկապես ունեն իրավունքներ, B տարբերակ, չգիտեմ։ Ուրեմն, տարբերակ ես ինքս ժամանակին ես գրավոր առաջարկ ունեմ ներկայացած դեռ 2003 թվականից դեռևս Քոչարյանի եւ Քոչարյանի ժամանակից։ Ես չի ասում գնանք մի անգամից դիմենք միջազգային դատարան։
ես առաջի փուլը ասում էի փաստաթղթերի հավաքում, որը ես խմբի հետ կանեմ, մի քիչ աջակցություն ապետ, որը չստացա, փուլ երկրորդ կա կոչվում legal assessment, այսինքն իրավական փորձաքննություն, դու վարձում ես լավագույն մասնագետների խումբ, 3 հոգի, 5 հոգի, դա այդ միջազգային փորձը կա, քո ներկայացած փաստաթղթերը տալիս ես, ասում ես մի հատ դուք ոնց որ ասած թշնամու աչքով նայեք, եթե մենք դիմենք այս թղթերի հիման վրա կհաղթենք թե ոչ, մարդիկ նայում են, տալիս են մասնագիտական անաչառ եզրակացությունը, երբ որ իրենք ասում են այո, հաղթող եք, նոր երրորդ փուլում դիմում ենք։ Հիմա ի՞նչն էր մեզ այդտեղ խանգարում, մի քանի $100,000, որ մենք պետք է վճարեինք երկրորդ փուլում մասնագետներին, միլիոնավոր դոլարներ ենք այդպես վճարել տարբեր մասնագիտական խմբերի։ Մենակ այն Ամուլսարի համար $500,000 տվեցինք, ինչ որ շմագեր, ինչ որ բան գրելու համար, ինչ որ մի հատ ապուշ փաստաթուղթ եղավ, այդ ձև հայտնի չի ինչ եղավ։ Հիմա այդ $500,000 տայիք մասնագիտական այդ ձև խմբի, թող գրեն լավագույն, որ կարելի վարձել աշխարհի լավագույն միջազգային իրավունքի մասնագետներին եզրակացություն կտային, դրա հիման վրա կանեի քայլերը։ Իրենք ասեն, չէ, ձեր հաղթելու շանսերը քիչ է, չէ դիմի, բայց ես վստահ եմ, որ շատ ավելի շատ է։ Բետարբերակը ես հիմա բետարբերակը չգիտենք, այսինքն ես էլ չգիտեմ։ Չէ, ես գիտեմ, կարելի ասեմ։ Բետարբերակն էլ կարող է պատահել ուժերի բալանսի խախտվածությունն է։ Դու այնքան ուժեղ չես, որ կարողանաս կանգնես այդ փաստաթղթի կամ այդ դատական process-ի թիկունքում։ Հենց դրա համար էլ այդ փաստաթուղթը պիտի ունենաս, որովհետև այդ փաստաթղթով ես դու ուժեղ։ Բայց դու չես խիզախում առաջին քայլը անես, վախենում ես, որ այդ առաջին քայլի մասին իմանալով քո թշնամին արդեն քեզ, քանի որ մենք որոշեցինք կամ մենք հաստատեցինք, որ մենք նոր պատերազմ սկսելու մասին չի խոսքը, մենք շարունակում ենք մնալ պատերազմող երկիր։ Համաձայն չեմ ձեզ հետ այն առումով, որ դա չպետք է առիթ ծառայի, որտեվ եթե ուզենա Ադրբեջանը պատրվակ գտնել Հայաստանի վրա ցանկացած պատրվակ, ինքը գտնի պարտադիր չի ասի, ինքը օրինակի համար կասի, ասում, սա ես չի պնդում։ Ինքը օրինակ կարող է ասի, ոնց որ հիմա է ասում, հիմա դուք Մասի Սարի նկարը այստեղ դրել եք, ասի որ պետք է չդրվի Մասի Սարի նկարը։ Չգիտեմ, դուք պետք է չորեքշաբթի օրը կանգնեք ձախ ոտի վրա եւ ասեք ծուղրուղու։ Չեք ասի, ուրեմն 1000 բան կարա ասի, այսինքն մենք տեսնում ենք ինչ մեղադրանքներ են ներկայացնում մեզ, որ Ուչքիլիսան մենք ալբանացիներից վերցրել ենք, Ուչքիլիսան Էջմիածինն է, ասում են այդ մեզ պիտի տակ, դա մերն է Էջմիածինը, եւ նման պահանջ անհետետ կդնեն, ախր պետք է մի քիչ հետեւել իրենց այս ներքին քաղաքականացը, որ հասկանալ ինչ աբսուրդային բաներ է քննարկում, իսկ այդ աբսուրդը դառնում է իրականություն շատ հաճախ, ասածս որ նա ընդհակառակը, եթե մենք ունենայինք միջազգային դատարանից որոշում, դա մեր դիրքերը կամրապնդեր։ Եվս մեկ նորից հետ եմ գալիս, չենք դիմում, որովհետև կարծում ենք, որ մենք չունենք բավարար հիմքեր։ Չէ, բավարար դուրս եմ կրկնում, իմանալու համար բավարար հիմքեր կա, չկա, դրա շուրջ պետք է նախ քննարկել։ Օրինակ պետք է կանչել Արա Պապյանին, որը գտնումա ունենք, եւ պետք է կանչել օրինակ Պողոս Պողոսյանին, որը գտնումա որ չպետք է դիմենք, որտեղ չունենք, մի հատ կլոր սեղան նստել, չգիտեմ, մի օր, մի 7 ժամ, 10 ժամ քննարկել, տեսնել ինչ է, այսինքն պետք է Իշխանությունը պետք է դրա այդ ուղղությամբ գոնե դա կոչվում է աշխատել։ Իրազեկ լինի։ Ասենք ինքը պետք է հասկանա, որովհետև գիտեք ինչ է, ես հաճախ նկատել եմ, որ օրինակի համար ես ժամու կեսանոց դասախոսություն եմ կարդում, այդ ժամու կեսի վերաբերյալ 3 րոպեանոց ռեպորտաժ մի ինչ որ երիտասարդ աղջիկ, որը դեռ փորձ չունի, իր հասկանալու թե ես ինչ եմ ասում, իր հասկացածը խախտված, ոչ ճիշտ գրում, հա, հետո լսող այդ 3 րոպեանոց ռեպորտաժի, որից րոպեու կեսն հասկանում ինչ ասում, այդ րոպեու կեսի հիման վրա եզրակացություն անում, որը սխալ է։ Այսինքն ասած այն է, որ նայեք, մենք տեսնենք սովորական դատական գործերը, չէ, որ տեղի ունենում։ Մեկը լսում ես 200 հատոր թուղթակուտակված, չգիտեմ, 300 հատոր ինչ որ մի բան նիստեր եղան, 4-5 տարի ընթանում է, բայց եթե սովորական մի հատ կոռուպցիայի գործ, սովորական մի բան այդքան երկար է տևում, հասկանալու համար իրականությունը, այս բարդագույն հարցի համար ինչ երկու օր չեք ուզում հատկացնեք։ Ինչու չեն ուզում։
Հիմա եկանք Չգիտեմ, սկսած սա գիտությունից, այս եզրական վերջ ասած, որ պարզապես թշնամական գործակալ են, տարբեր եզրակացություններ կարող անել։ Հազար տեսակի այդ հարցը ինձ միշտ են տվես, այդ հարցի պատասխանը չեմ տվել, ասեմ հարցրեք եւ միայն այս իշխանությունը չէ, նախկիններն էլ, որ հարցրեք իշխանությունները ինչի չեն դիմում, ինչու չեն փորձում։ Նա կարեք բացատրեք ինչու բոլոր իշխանությունները, որոնք անսպար քանակությամբ, այսինքն, ինչ ասեմ, փող ու հնարավորություն են ունեցել, չեն ստեղծել մի հատ աշխատանքային խումբ այս ամբողջը անելու համար, որ ասես փողի հարցը չէ, ընդամենը մի քանի $100,000 հարց է, որը անձի համար, անհատիս համար դժվար է, բայց պետության համար փող չէ, թող անեին, ով էր խանգարում, ավելին ասեմ, չես, սա կարևորագույն հարց է, որ կարելի էր անգամ 2-3 ստեղծել եւ ինչ որտեղ մրցակից եւ իրար դեմ ճշմարտություն, որտեղ ճշմարտությունը բացահայտվում է մտքերի բախման մեջ։ Երբ որ դուք նա գիտական հոդված եք գրում, լուրջ է դա գիտական ամսագրի համար, ուրեմն դուք գրում եք, դուք պիտի ունենաք ոնց որ ասած նաև մեկը ձեր խորհրդատուն, որը պիտի չափորոշիչներին հետևի, որ ճիշտ է։ Դուք պիտի ունենաք անդիմախոս, որը պիտի առանց ձեզ ճանաչելու, դուք էլի ասած ինքը իր կարծիքը ասի, նոր դրանից հետո կազմ այդ գիտ խորհուրդը որոշի, դա տպի թե չէ, հասարակ մի բան, այլ մի հատ ինչ որ հոդվածա, որից շատ բան կախված չի, բայց որովհետեւ դրա գիտականությունը ապահովի Շուր ընթացակարգ կա, բասա բարդագույն հարց այդ չեք ուզում անեք, նույնը դատական որոշումների վերաբերյալ չէ, հազար տեսակ ընթացակարգ կա, իսկ այստեղ մեր քաղաքական է խնդիր, ասենք, նայած իր քաղաքական, ասենք, Նիկոլ Փաշինյանը չի հավատում նման բաների, Նիկոլ Փաշինյանի, ասենք, մոտեցումը հետևյալն է, ոնց որ այդ ասում, այ կգնաք բիբարի առևտուր կանեք, ինքը այդ ձևա տեսե, ինքը մեղավոր չի Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի, ծնվել մեծացել է սահմանամերձ մի հատ գյուղում 90-ականներին աշխարհից իրա ոչ կրթական մակարդակը, ոչ բան իրան թույլ չի տալի աշխարհը անցնել։ Գիտեք, Հռոմի, երբ որ դեռ կայսերը նաև նշանակովի էին, այնտեղ տարբեր չափորոշիչներ էին։ Եթե մարդը հիմնականում զորահարանը 12 արտասահմանյան արշավանքի չէր մասնակցել, նա չէր կարող հավակնել կայսեր պաշտոնին, որտեղ այն ժամանակ աշխարհ տեսնելը այդ զինվորական արշավանքներն էին, որը երկու խնդիր է լուծում։ Մեկը որպես զինվորական դու փորձեր ձեր, մեկ աշխարհը էր տեսնում, որ այդ բանը։ Հիմա մարդիկ, որոնք աշխարհում ոչինչ չեն տեսել, լուրջ կրթություն չունեն, նայեք ինչ է օրինակ Փաշինյանը Ալիևին շատ հարցերում պատմում շատ բարձ, որտեվ Ալիևը ինչքան էլ վատ սովորող ա եղել եւ Պոլիտբյուրոյի ճուտիկ ա եղել ՄԳԻՄՈ-ում կամ ՄԻՄՈ-ում, ամեն դեպքում նրա վատ կրթվածն էլ շատ ավելի բարձր լավ կրթություն ունի, քան 90-ականներին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում սովորած երիտասարդը։ Ժուրնալիստիկայի, ֆակուլտետ։ Էն էլ չավարտած, էն էլ նորմալ դասի չգնացած եւ այլ, որտեվ գիտելիքը Պերճ Պրոշյանի հացի խնդրի վերաբերյալ քեզ հնարավորություն չի տալու հասկանալ, այսինքն միջազգային հարաբերությունների մասին, այսինքն այն մի դասախոսությունը, որ կարար Ալիևը լսեր, օրինակ համար, ասենք չգիտեմ, օրինակ կապիցան բանում կարդար, փոխնախարար կապիցայի մասին է խոսքերում, կամ գրամիկոն գար ինչ որ մի ժամ բան պատմել։ Մի քանի րոպե է մնում, ունեմ եւ հեռախոսազանգ եւ հարց։ Լավ, եկեք հեռախոսազանգ ընդունենք։ Եկեք։ Համեցեք, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ Տիկին Ալեքսելյան, բարև ձեզ պարոն Պապյան, ողջունում ձեզ հրավիրելից։ Ես երկու հարց ունեմ առաջին հանրապետության հետ կապված, մեկը Ադրբեջանի սահմանները, մյուսը ձեր նշած ազգերի լիգայի զեկույցը։ Մենք նոյեմբերի եթերում դեռ մարտ ամսին մի փոքր բանավեճի նման փորձ արվեց, բայց քանի որ այն չավարտվեց, ցանկանում եի այդ հարցը նորից բացատրել, քանի որ թեման է այս եթերի։ Առաջին հարցը համաձայն եք կամ եթե համաձայն չեք, որ եթե մենք Ալմատան չենք ընդունում այդ սահմանները, ապա մենք սկուտերի վրա Ադրբեջանին հանձնում ենք Սյունիքը, որովհետև համաձայն եք, որ ազգերի լիգան դեռ դեկտեմբերին 20 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին իր զեկույցում հստակ նշել է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը նախնականապես գոնե ուներ 100,000 քառակուսի կիլոմետր տարածություն։ Դուք նշել եք, որ դա ցանկությունն էր Ադրբեջանի կամ Ադրբեջանի պահանջն էր, բայց համաձայն եք, եթե կարծացել եք ուշադիր, որ դա
կոնկրետ ազգերի լիգանացնում է, որ դա իրական սահմանն է Ադրբեջանի 130,000 Ադրբեջանի պահանջ, իսկ 100,000 իրական այդ տարածքը զատում է։ Եվ երկրորդը, համաձայն եք, որ ձեր նշած այդ ազգերի լիգայի զեկույցը 20 թվականի փետրվարի, որտեղ ծրասելով սահմանները զատված են, իդեպ որը ազգերի լիգայի հետ որևէ կապ չունի, որտեղ այն նշված չէ ազգերի լիգան այդ զեկույցում։ Համաձայն եք, որ դա ընդհանրապես առաջարկություն է եւ ոչ թե որոշում։ Երկրորդ, որ դրա նպատակը այդ առաջարկության ոչ թե Ղարաբաղյան կամ Նախիջևանյան սահմաններն են, այլ հայ-թուրքական, այսինքն Վիլսոնյան այդ սահմանը։ Իսկ Ղարաբաղի, Նախիջևանի եւ Զանգեզուրի այդ սահմանները քարտեզում, որը դեր գրքում է դեռ, հստակ նշված են որպես disputed, այսինքն վիճարկելի սահմաններ, այսինքն նրանք նշված են, որ նրանք վիճարկելի են, այսինքն հստակ չկա, եւ նշված են, որ մոտավորապես են։ Այս երկու բանը, համաձայն եք, որ այդ զեկույցը չի որոշում Ղարաբաղի Նախիջևանի սահմանները, եւ որ արմատան չճանաչելով մենք հանձնում ենք Սյունիքը Ադրբեջանին։ Ոչ, համաձայն չեմ ձեր բոլոր պնդումների հետ, որովհետև դուք ասում եք այդ հանձնաժողովի նպատակը Թուրքիայի սահմանների որոշումներ եւ այլն, բնավ այդպես չի, այդ հանձնաժողովը կոչվում է Commission for Delimitation border boundary between Georgia and Armenia, Azerbaijan and Armenia. Վերնագիրը հստակ գրված է, այդտեղ Թուրքիայի մասին չկա։ Դա Հայաստանի եւ Հայաստանի եւ Վրաստան, սա մեկ։ Այդ եւ այդ քարտեզի մեջ այդ տարբերակ կա։ Ես դրա համար էլ եթե հիմա լսեք այսօրվա իմ խոսքի նախորդ մասը, ես դրա համար էլ ասացի, որ այդ հանձնաժողովը նախանշել է, առաջարկել է եւ այլն։ Բայց դա եղել է ամենաբարձրագույն կառույցի ազգերի լիգայի խորհրդի կողմից ստեղծված մարմին, որ դուք ասում եք կապ չունի ազգերի լիգայի, ոնց կապ չունի, եթե ազգերի լիգայի խորհուրդն է ստեղծել բրիտանական կայսրության, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիայի մասնակցությամբ, բայց Ճապոնիան ինչ էր մասնակցում, որտեղ խորհրդի մշտական անդամ երկիր էր, հետեւաբար կապ ունի։ Ինչ վերաբերում այն հարցին, որ եթե չենք ճանաչում Ալմատին, ապա Սյունիքը տալիս ենք, դուք ինչի ենթադրեցիք, որ այդ Սյունիքը ուրեմն անպայմանորեն Ադրբեջանի մաս էր, ասենք չենք ճանաչում։ Բայց ինչից ենթադրում որ Սյունիքը ոչ թե Հայաստանի մաս էր, այլ ասենք Ադրբեջանի մաս էր, որ իրավական փաստաթղթով է Սյունիքը Ադրբեջանի մաս, սա եմ ուզում հասկանամ, որ իրավական փաստաթղթով Արցախը կամ Նախիջևանը մաս։ Եթե խոսքը գնում է այն մասին, որ Սյունիքի մի զգալի մասը եւ Արցախը եղել են Ելիզավետպոլի գավառի մաս, այդ պատճառով ստեղելի հիմք առաջանում, իսկ ինչու է դա այդպես, բայց եթե այդ դեպքը Նախիջևանն էլ եղել է Երևանի գուբերնիայի մաս, ուրեմն առնվազն Նախիջևան հայկական է, հասկանում եք, դուք պնդումներ եք անում, կլասիկ, ինչպես կասեր քաղաքական գործիչներ, կլասիկ ադրբեջանական դիրքերից, դուք ենթադրությունները համարում եք որպես հիմք, դրա մեջ կառուցում են այդ բանը։ Ուրեմն Արցախի, այսպես ասած, ադրբեջանապատկանությունը խարսխված է եղել կուսակցական որոշման վրա։ Իմ պնդումը, որ Արցախը եւ Հայաստանն տեղի ունեցել ՄԱԿ-ի իրավանախորդի ազգերի լիգայի խորհրդի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի։ Ենթադրենք ձեր ասածը անգամ ճիշտ է, թեկուզև առաջարկի հիման վրա։ Հիմա ո՞րն է իրավականորեն ավելի բարձր։ Ազգերի լիգայի առաջարկը թե կավբյուրոյի որոշումը։ Դրա համար ասում եմ, եղբայր, պետք է գնալ դատարանը որոշի այս հարցը։ Դատարանը այս հարցը պիտի որոշի։ Այնտեղ մի երկու ինչ որ հարցեր էլի կար, այսինքն բավականին երկար էր, բայց հարցը հետեւյալն է, որ Ալմատայի հռչակագիրը որևէ ձևով չի ապահովում Սյունիքի հարցը։ Կրկնում եմ, այնտեղ չկա գրած որևէ բան սովետական սահմաններ, գրած է գոյություն ունեցող սահմաններ 91 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաններ գոյություն չեն ունեցել եւ դրա էլ չեմ ասում որ մենք բանը Ալմատայի հռչակագիր վերապահումով ենք ընդունել։ Սրա մասն էլ են մոռանում։ Խնդիրը հետեւյալն է, եթե
չկա միջազգային դատարանի կատարման համար պարտադիր որոշում, որը մասամբ ոչ ամբողջությամբ, մասամբ գոնե կպաշտպանի Հայաստանի սահմանները, ապա այս բանը Ալմաթայի հռչակագիր է, որը վաղուց ոտնահարված է եւ Ադրբեջանի կողմից եւ Ռուսաստանի կողմից եւ այլն, դա որևէ ձևով չի կարող։ Դուք մոռանում եք, որ փաստաթուղթը չի կարող մասամբ ուժի մեջ դնել։ Եթե Ռուսաստանը այն չի ճանաչում եւ հարձակվել է Ուկրաինայի վրա, նշանակում այդ փաստաթուղթը առ ոչինչ է։ Պարոն Պապյան, մենք ավարտում ենք հաղորդումը, բայց դուք կոչ արեցիք նստել, քննարկել, տեսակետներ փոխանակել, իսկ գուցե մենք ես ավելի խիստ մոտենամ եւ գուցե դուք համաձայն չլինեք իմ այս ձևակերպման հետ։ Ես այսպեսի ձևակերպում, մենք իրավունք չունենք ոչ հստակ ճանաչել մեր իրավունքները, մենք իրավունք չունենք չիմանալ այս ամենը եւ դա վեճի վերածել, մենք իրավունք չունենք վիճել փաստաթղթերի եւ փաստերի հարցում, մենք պետք է ճշգրիտ իմանանք, ինչու չգիտենք, ես չեմ հասկանում, ինչից են ծագում այս վեճերը եւ ես պարզապես հիշեցնում եմ այդ արատավոր մեր խնդիրը, վեճը նույն Արցախի հետ կապված, Արցախը առանձին նախ տարածքային խնդիր է, թե մարդու իրավունքների պաշտպանություն է, դա առանձին հանրապետություն է, թե Հայաստանի մաս է, այստեղ եւս մենք մինչև վերջին օրը վիճում էր հայ հանրությունը, հիմա էլ մենք վիճում ենք մեր իրավունքների մասին, ինչու մենք չգիտենք, ինչու չենք տիրապետում մեր իրավունքներին, ինչու չենք տիրապետում փաստերին, այդ հարցին էլ խնդրում եմ պատասխանեք եւ ավարտենք։ Գիտեք, մենք կարող ենք լինել ջանասեր թիավարներ եւ փորձենք մեր աշխատանքը լավ անել, բայց եթե նավապետը չգիտի, որ հանգրվանը, որ նավահանգիստն է տանում նավը, ոչ մի թիավար, ոչ չի կարող իր աշխատանքով արդյունքի հասնել եւ ոչ մի քամել համընթաց չի լինի։ Ցավոք սրտի, տեսեք դուք եք ասում, անկախ հանրապետություն, չգիտեմ Հայաստանի մաս եւ այլն։ Բայց այդ հարցը չկար, շատ սուր։ Դե հենց խնդիրը հետեւյալն է, որևէ մեկը ես այդ հարցը տալիս էի, ասում եմ, իսկ ինչու եք կարծում, որ Արցախի անկախության ճանաչումն ավելի հեշտ է միջազգային իրավունք եւ հարաբերական տեսակետից, քան Հայաստանի մասն էր։ Դրա հիմնավորումը չկար, որտեղ անձնական շահերն էր գործում։ Ղարաբաղի ղեկավարությանը ձեռ էր տալիս ձևականորեն անկախ որովհետև դա իրենց համար հարմար էր տարբեր առումներով, որովհետև քանի դեռ անձնական շահը գերակայում է պետական եւ ազգային շահից, այս ամբողջը մենք խնդիր ենք ունենալու։ Շնորհակալ եմ պարոն Պապյան այսօրվա զրույցի համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ով մեզ հետևում էր, շնորհակալություն նրանց, ով մասնակցեց մեր հաղորդմանը, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանի հետ ենք զրուցում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ձեզ եւ բարի գիշեր եւ բարի օր։